Երևանում ժամը 12-ն է, FM 107-ի եթերում Արմ ռադիոյի լրատվականը շարունակում է աշխատանքը, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այս թողարկման ընթացքում Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո ձերբակալվել է դրա հայազգի սեփականատերը։ Մարգար Օհանյանի գործով դատական նիստը այսօր։ 18-ամյա Հայկ Խաչատրյանի հարազատներն իրենց որդու մահվան մեջ մեղադրում են բժիշկներին։ Այժմ այս եւ այլ թեմաների մասին առավել մանրամասն։ Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական մարմինների Մոսկվայի գլխավոր քննչական վարչության աշխատակիցները ձերբակալել են Սուրեն Մկրտչյանին, ով Կասաբելլա ընկերության գլխավոր տնօրենն է։ Հենց նրան է պատկանում Մոսկվայի իտալական ռեստորանը, որում պայթյուն էր որոտացել հունվարի 9-ին։ Այդ պայթյունի հետևանքով մահացել էր 2 կին եւ 1 տղամարդ, 31 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց, եւս 8-ը բժշկական օգնություն ստանալով դուրս էին գրվել հիվանդանոցից։ Տուժածների մեջ 5 հայ է եղել։ Այսօր հունվարի 13-ին Կենտրոն եւ Նորդ Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական հերթական նիստը։ Մարգար Օհանյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 2 հոդվածով ծառայողական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի ճանապարհային ոստիկանության նախկին պետը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը, պետությանը պատճառելով խոշոր չափի վնասներ։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ, շուրջ 571,000 դոլար, որից նախաքննության փուլում վերականգնվել է 198 միլիոնը։ Բենզինի յուրացման գործով Մարգար Օհանյանից բացի մեղադրանքի առաջադրվել ճանապարհային ոստիկանության եւս 3 աշխատակցի, այդ թվում տնտեսական բաժանմունքի պետ Արա Լևոնյանին, տեխնիկ Սամվել Մախմուրյանին եւ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին։ Վերջինի ցուցմունքների հիման վրա էլ կալանավորվել է Մարգար Օհանյանը։ Մարգար Օհանյանի գործով նախորդ նիստը տեղի է ունեցել հունվարի 9-ին, որի ժամանակ մերժվել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ 2011 թվականի դեկտեմբերի 30-ին բանակում ջրծաղիկից մահացած 18-ամյա Հայկ Խաչատրյանի հարազատներն իրենց որդու մահվան մեջ մեղադրում են բժիշկներին, որոնց անտարբերության պատճառով որդին կենդանի չի մնացել։ Հայկը 6 ամիս առաջ է զորակոչվել բանակ, նա Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ էր, ծառայում է մայրաքաղաքի զորամասերից մեկում։ Նյուզայմի թղթակցի հետ զրույցում Հայկի հայրը նշել է, որ որդին եղել է ամբողջովին առողջ, ծառայության 6 ամսվա ընթացքում Հայկը երբեք չի դժգոհել, ավելին միշտ ասում էր, որ յուրաքանչյուր հայ տղայի պարտքն է ծառայել հայոց բանակում, ասել է Հայկի տատը Ավակյանը։ Հարազատների խոսքով դեպքից օրեր առաջ Հայ Ավակյանի մոտ առաջացել են գրիպի նախանշաններ, ծառայեկից ընկերները խորհուրդ են տվել նրան դիմել զորամասի բուժկետ, սակայն Հայկը հրաժարվել է, ասելով, թե լուրջ բարդություններ չկան, սակայն հաջորդ օրը տղայի ինքնազգուշությունը վատթարացել է, ինչի մասին նա հայտնել է զորամասի հրամանատարին։ Զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները Հայկին ստիպել են վազել 10 կիլոմետր, ասելով, թե սուտ է առողջական վատ վիճակի մասին նրա ասած լուրերը, փոխանցել է Ավակյանը, հավելելով, որ դրանից հետո 18-ամյա տղայի առողջական վիճակն ավելի է վատացել։ Նրան տեղափոխել են մայրաքաղաքի զինվորական հոսպիտալ։ Միայն այդ ժամանակ իմացանք, որ երեխան մի քանի օր է գտնվում է հիվանդանոցում եւ որ ջրծաղիկ հիվանդությունը բարդացել է, պատմել են հարազատները։ Դեկտեմբերի 29-ին Հայկի մահվանից 1 օր առաջ նրա որովայնի շրջանում սկսվել են ուժեղ ցավեր։ Հիվանդանոցի բժիշկները հարազատներին բացատրել են, թե մտահոգվելու առիթ չկա եւ որ բուժումն արդյունավետ կլինի, սակայն հայրը ստիպել է, որպեսզի որդուն թույլ տան տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ 18-ամյա Հայկ Խաչատրյանը մահացել է։ Պաշտոնական այցով Բելարուսի Հանրապետությունում գտնվող ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բելարուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական պետքարտուղար Լեոնիդ Մալցևի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նեղ կազմով հանդիպմանը հետևել են ընդլայնված կազմով քննարկումներ երկու երկրի գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությամբ, որի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ Բելարուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարության միջև 2012-13 թվականների համագործակցության ծրագիրը։ Այնուհետև Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բելարուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Արթուր Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը կլինի առավելապես արդյունավետ հայ-բելարուսական երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում հետագա փոխգործակցության խորացման առումով։ Ամերիկյան The New Jersey Jewish News պարբերականը հրապարակել է փաստաբան Մարկ Մեյրովիցի հոդվածը նվիրված վերջերս Քնեսետի կրթության հանձնաժողովում քննարկված հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հանդես եկող փաստաբանը նշում է, որ Իսրայելի խորհրդարանը չպետք է զբաղվի այդ հարցով եւ առհասարակ 1915 թվականի իրադարձություններին վերաբերող հարցերով պետք է զբաղվեն ոչ թե քաղաքական գործիչներն, այլ պատմաբանները։ Նա նաեւ կարծում է, թե նման քննարկումները հանգեցնելու են Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը եւ կձախողեն տարածաշրջանի
շրջանում կայունության հաստատման բոլոր փորձերը։ Փաստաբանի հոդվածը բուրըն քննարկումներ է առաջացրել նրա անդիմախոսների եւ համախոհների շրջանում։ Թերթի կայքում կազմակերպված քննարկմանը որոշ ընթերցողներ կարծիք են հայտնել, թե Մերովիցը համագործակցում է ԱՄՆ թուրքական կազմակերպությունների հետ։ ԵԱԿ գործող նախագահ Իռլանդիայի փոխվարչապետ արտաքին գործերի եւ առևտրի նախարար Էյմոն Գիլմորը 5-շաբթի օրը Վիեննայում բացելով ԵԱԿ-ի մշտական խորհրդի 2012 թվականի առաջին նիստը խոսել է 56 պետություն միավորող կառույցի առաջնահերթությունների մասին։ Իր ելույթում նա անդրադարձել է նաեւ ԵԱԿ-ի տարածաշրջանի հակամարտություններին։ Որպես գործող նախագահ ես ջանքեր կգործադրեմ այդ հակամարտությունների հարատև կարգավորման ուղղությամբ, ասել է Գիլմորը։ Նա թվարկել է Մոլդովայի տարածքում Մերձդնեստրի, Վրաստանի տարածքում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրները, սակայն խոսելով Ղարաբաղյան խնդրի մասին, ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի անունը չի նշել, ասելով, թե այդ հակամարտությունների շարքում է նաև այն, որ Մինսկի գործընթացի շրջանակներում է։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի մասին, ասել է, թե ակնկալում է սերտ համագործակցություն համանախագահների եւ Մինսկի խմբի այլ ներկայացուցիչների հետ։ Այդուհանդերձ բանակցությունների, փոխզիջումների եւ լուծում գտնելու վճռականության շնորհիվ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները կարգավորել են Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունը, ընդգծել է նա։ Նրա խոսքով այդ փորձը կարող է օգտակար լինել ԵԱԿ-ի տարածքի ներկայիս հակամարտությունները կարգավորելու համար եւ այդ նպատակով ինքը մտադիր է այս տարվա ապրիլի 27-ին Դուբլինում կազմակերպել համաժողով, որին կհրավիրվեն հակամարտող կողմերի ներկայացուցիչները։ Այսքան այժմի համար հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 387 դրամով, եվրոն 503-ով, օդի ջերմաստիճանն այժմ +1 է։ FM 107-ի լրատվությանը կարող եք հետևել նաև համացանցում, YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, ընտրելով Arm Radio FM 107։